Բոլորիդ սիրով ողջունում եմ եւ առաջարկում միասին այսօր ձիթաբլիթներ թխել։ Բոլորիս հայտնի վիշին է, բայց քանի որ այդ բառը ամենայն հավանականությամբ հայկական ծագում չունի, նախընտրում եմ ավելի հայեցի տարբերակը։ Ինչպես միշտ շատ մանրամասն կներկայացնեմ, թե ինչ անել, որպեսզի առավելագույն փոքվածության հասնեն դրանք ու ամենակարևորը բուսայուղ ընդհանրապես չներքաշեն, ներսում առհասարակ յուղոտ չեն ստացվում։ Շատ պարզ ու հեշտ խմոր է եւ ինչպես շատերն են սիրում, առանց ձեռքով հունցելու։ Մեզ 350 մլ գոլ ջուր է հարկավոր։ Եթե չափելու եք ջերմաչափով, մոտավորապես 38-ից 40 աստիճան է։ Կավելացնեմ 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ խմորիչ, 5-ից 6 գրամ է, 1 միջին չափսի ձու, 30 գրամ հալված կարագ, ուղիղ այդքան էր։ 1 թեյի գդալ օղի։ Օղին մեզ հարկավոր է նրա համար, որպեսզի խմորը շատ ավելի նուրբ ստացվի, մակերեսին մի փոքր հաճելի խրթխրթան կառուցվածքով։ Ալյուրի հետ ավելացնում եմ 1 թեյի գդալ աղ առանց բարձր բլրակի։ Այս խմորի համար որպես կանոն 3 բաժակ ալյուր է հարկավոր, բաժակը 250 մլ, ստացվում է մոտավորապես 480 գրամ։ Քանի դեռ խմորը թույլ է, տեսեք հնարավոր է, մի տեսակ կարծես հարում ենք, ներքևից վերև շարժումներով։ Այս տարբերակով սոսնձանյութն էլ ավելի է ամրանում, որի շնորհիվ ավելորդ ալյուրի օգտագործման ռիսկից ենք խուսափում ու նաև ինչ էլ թխում ենք ավելի փամփլիկ են ստացվում։ Երևի մոտավորապես 1 րոպե, նույնիսկ գուցե դրանից պակաս։ Տեսեք վերջում էլի նույն գործողությունն է, կարծես ներքևից վերև, այսպես ծալում ենք խմորը անընդհատ։ Երկար չէ, ուղղակի որ ամբողջը հավաքվի, ալյուրը միանա։ Հենց այսպես էլ կարելի է ծածկել ու թողնել հասունանալու։ Ես ուղղակի բուսայուղի օգնությամբ կողքերից մի փոքր կհավաքեմ։ Կարծես մի տեսակ եզրերը ծալում եմ դեպի խմորի տակ, այդ տարբերակով մակերեսը մի փոքր ձգվում, այսպես ավելի լավ է, շատ է ազդելու որակի վրա։ Եթե ընթացքում ինչպես ես ցուցադրել եմ, մի փոքր ջրիկ վիճակում հարել եք, դա կօգնի, որ հիմա ավելի հեշտ ստացվի, որովհետև արդեն իսկ դրա շնորհիվ ձեր խմորը հակված է հավաքվելու։ Տեսեք, այսպես մակերեսը մի փոքր ավելի նախ փայլուն է, հետո ավելի հարթ է ու մի փոքր ավելի ձիգ։ Հիմա տեսեք երկու տարբերակ եմ առաջարկում, հենց հիմա այսպես լավ բարձրացած վիճակում կարող ենք կտորներ առանձնացնել, վերջնական ձևավորել ու սկսել տապակել, կամ կարող ենք վրա հունցանել, թողնել, որ ևս մեկ անգամ բարձրանա եւ նոր միայն դա անել։ Այս երկրորդ տարբերակում մենք ստանում ենք հետևյալը. խմորիչին ավելի շատ ժամանակ ենք տալիս, որպեսզի կարողանա հասցնել լավ բազմանալ, ավելի լավ։ Նաեւ խմորի մեջ սոսնձանյութն է ժամանակ ստանում, որպեսզի ավելի ամրանա։ Երկու տարբերակն է լավը, բայց երկրորդը մի փոքր ավելի լավ է, պես որ դուք որոշեք։ Շատ հաճախ նախընտրում եմ վրա հունցով պատրաստել, այսինքն հասունացնել 2 անգամ։ Ինչպես տեսակ, էլի եզրերը ծալելու տարբերակով արեցի, բայց եթե չեք ուզում դա անել, ուղղակի սեղմեք խմորին, որպեսզի լավ իջնի ու ներսում հավաքված ածխաթթու գազը դուրս գա։ Երբ իջեցնում ենք, ազատվում ենք ածխաթթու գազից, տեղ է ազատվում նոր թթվածնի համար։ Եվս մեկ անգամ թողնեմ հասունանա ու կարող ենք սկսել։ Երկրորդ անգամ խմորն արդեն ժամից պակաս ժամանակ պահանջեց, վրահունցից հետո միշտ այդպես է, ավելի արագ է հասունանում։ Բուսայուղ եմ անում մակերեսին, որտեղ լոշիկները պետք է լինեն։ Եթե նկատեցիք, խմորը վերցնելիս էլի եզրից վերցրի ու կարծես ծալելով։ Դա իհարկե պարտադիր չէ, գնդի տեսք չենք տալիս, բայց ցանկալի է տարբերակով մի տեսակ խմորն ավելի հավաքված է լինում։ Պատահական չէ, որ այսքան մանրամասն հաճախ ցուցադրում եմ, թե ինչպես ենք աշխատում խմորի հետ եւ օրինակ ինչպես ենք գունդ պատրաստում, քանի որ օրինակ գնդի մակերեսի ձգվածությունը շատ օգնում է ապագայում ճիշտ կառուցվածք ձևավորելուն։ Այս անգամ օրինակ ստանալու ենք մեծ ծակոտիներ։ Գնդերը պատրաստեցինք, յուրաքանչյուրը ընդամենը մի քանի րոպե թողնում ենք ու սկսում ենք բացել։ Բացելուց հետո, տափակ ձև տալուց հետո պետք է մոտ 1-2 րոպեվա ընթացքում տապակել։ Եթե բացված, տապակեցված վիճակում երկար մնան սեղանին, խմորը շատ է թուլանում ու արդեն չեք կարողանա տեղափոխել բուսայուղի մեջ։ Հետևաբար երկուսը բացեք, աստիճանաբար տապակեք, հենց զգաք, որ վերջացնում եք, սկսեք էլի բացել ևս երկուսը։
Տապակելու ենք մեծ քանակությամբ բուսայուղի մեջ, պետք է այնքան լինի, որ խմորը հանգիստ լող տա եւ հատակին չկպնի։ Որքան շատ է տապակելու ժամանակ բուսայուղը, այնքան ինչ է տապակեք, ավելի քիչ է բուսայուղներ քաշելու։ Որևէ փայտե կամ թիակ կամ չոփիկ ենք իջեցնում, եթե շուրջ բոլորը մանր պղպջակներ հավաքվեցին, նշանակում է պատրաստ է, կարելի է տապակել։ Նշեմ նաև, որ բուսայուղը շատ տաք չպետք է լինի, եթե խմորն իջեցնեք ու տեսնեք, որ շատ ակտիվ թշում է եւ շատ ակտիվ բարձր ռեակցիա է տալիս, նշանակում է կրակը շատ բարձր է։ Մի փոքր պետք է իջեցնել։ Խմորը բուսայուղի մեջ իջեցնելիս չպետք է շատ ուժեղ ռեակցիա լինի, դեպքում համաչափ կթխվի։ Քանի որ այս մեկը չէի նկարահանում, ավելի ուշադիր եղա ու շատ ավելի ակտիվ ցողեցի տաք բուսայուղով, մեջտեղը բարձրացավ, այսինքն եթե կենտրոնում փոսիկ է լինում, ուղղակի ակտիվ, այսպես ցողում ենք բուսայուղով ու բարձրանում է, հավասարվում է։ Եթե նույնիսկ թողնեք մինչև վաղը, էլի ծանր չեն ստացվում, ժողովուրդ նույնքան փափուկ ու նուրբ են մնում, ու սա ոչ միայն բաղադրիչների, այլ նաև մեր ճիշտ աշխատանքի շնորհիվ է։ Ու որ ամենակարևորն է, բուսայուղ ընդհանրապես չեն ներքաշել։ Մեծ քանակությամբ բուսայուղի մեջ տապակեք ժողովուրդ, քանի որ դրա շնորհիվ խմորն ընդհանրապես հատակին չի կպնում, իսկ բուսայուղի մեջ հենց լողալու վիճակում գտնվելիս դրա շուրջ բոլորը գոլորշու շատ բարակ շերտ է ձևանում, որն էլ անդրադարձնում է ճարպը, թույլ չի տալիս, որ շատ մոտենա խմորին։ Դրանք ուղղակի կարելի ասել օդից են կազմված, արդեն չգիտեմ, թե ինչպես նկարահանել, ինչպես ներկայացնել, որ պարզ լինի, թե որքան թեթև ու որքան փքված են։ Սա էլ նույն խմորի երկրորդ տարբերակն է, սա պահքայինն է, այսինքն նույն խմորն եմ պատրաստել, միայն թե առանց ձվի, իսկ կարագի փոխարեն բուսական յուղ եմ ավելացրել, առանց օղու իհարկե։ Ահա եւ երկու տարբերակները։ Այստեղ իհարկե կարագ կա, դրանից գույնը մի փոքր ավելի հագեցած է, այստեղ շատ փքված են, բայց գույնը մի փոքր այլ է։ Պահքային տարբերակը նույնպես շատ թեթև է, շատ փափուկ է, ինչպես նկատում եք, միայն համով են տարբերվում, փոքր-ինչ եւ գույնով։ Կառուցվածքն է տարբեր է, այստեղ մի փոքր խմորն ավելի ձգվող է։